Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։ Ողջույն, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Նախընտրական թոհուբոհը սկսվել է, քաղաքական ուժերը արդեն իրենց նախընտրական ցուցակներն են հրապարակում, արդեն տեղյակ եք Հայաստան դաշինքը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանը, ուժեղ Հայաստանը Նարեկ Կարապետյանը, երեկ էլ ԲՀԿ-ն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը։ Ձեր գնահատմամբ սա իրական քաղաքական մրցակցություն է, թե ավելի շատ վերահսկվող գործընթաց է։ Անշուշտ վերահսկվող գործընթաց, դուք երեքը կարդացիք, կուզեք երեքի մասին կապված ուրիշ բան ասեմ։ Ասեք։ Եթե երեքի մասին, ընդհանրապես երեքի մասին ասեմ, Վանաիշխանը, Վանի ինքնապաշտպանության նախօրյակին դեռ Գուրգեն Մահարին է գրում իր հուշերում, հուշագրության մեջ, հարցում է Կատակյանին, Գուրգեն Մահարու տատիկի հետ, ասում է՝ «Մարե դու հիմա դաշնակ ես, հնչակ, թե արմենակ», ասում է՝ «Երեքն է խող»։ Այնպես որ հիմա ըստ էության ես Գուրգեն Մահարու տատի պատասխանը տամ, որովհետև քաղաքական ցավոք սրտի ոչինչ չեմ տեսնում Հայաստանում։ Շատերի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ մի շարք հայտնի գործիչներ այս ցուցակից այն ցուցակում են։ Այդ երեք ընդդիմադիր ուժերի ցուցակներում էլ նույն հայտնի անձինք են մեզ։ Ինչ կասեք այս մասով։ Դե բնականաբար Հայաստանում այնքան է ապաքաղաքականացվել բարի դրական իմաստով, հա, քաղաքականությունը, եթե կարելի է դրական բառն օգտագործել այդտեղ, այնքան է ապաքաղաքականացվել մտածողությունը, գործունեությունը, վարքը, որ տարբեր տեղերում տկվի նման բներ են դնում, հա, ձվեր են ածում, որտեղից որ կծլարձակի։ Շատ տրամաբանական է եւ ցավալի է, որ այդպիսի տրամաբանությունն է հիմա Հայաստանում, լղոզվածության տրամաբանությունը։ Ընդդիմադիր մյուս երկու ուժերը, ուժեղ Հայաստանն ու ԲՀԿ-ն չեն շտապում հայտարարել, որ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետ կընտրեն, կսատարեն, ըստ ձեզ ինչու են այդպես Ռոբերտ Քոչարյանից տարանջատվում։ Դե երևի պարոն Քոչարյանի թողած հետքը բավականին բացասական է, մարտի 1-ը որքան էլ անցնի անմարսելի է լինելու։ Քոչարյանն ինչքան ուզում է ձեռքերը մատները մոմ սարքի, միևնույն է դա ենթագիտակցականում նստված կտված բան է, հավանաբար դա է, եւ երկրորդ շատ պրակտիկ չէ, իրենք բոլորն էլ շան հոտառություն ունեն, զգում են, որ Մոսկվան ինչ կուզենար, Քոչարյանին ուղղակի խաղացնում են հիմա, հասկանում են, որ դա չէ լուրջը։ Ընդհանրապես ինչ դեր կարող է ունենալ Քոչարյանը այս ընտրություններին, իր շուրջ ձևավորվող ուժերը կարող են իրական մրցակցություն ստեղծել։ Իհարկե կարող են, ինչը որ Հայաստանում քանի որ ասոցիա ապաքաղաքական կամ հակաքաղաքական մթնոլորտ է, տոնայնություն ստեղծողը միշտ էլ գումարներն են լինում եւ տարբեր տիպի կախվածությունները, ընդ որում, ասենք, արյամբ, հանցագործության արյամբ կապվածները բնականաբար կարող է ստեղծել, նորմալ է, այսպես պիտի լիներ։ Բայց այնուամենայնիվ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նախկին նախագահների ակտիվացումը կարող է նորից բևեռացնել հասարակությանը, վտանգավոր միտում համարում եք դա։ Այո, իհարկե, եթե ընդունենք, որ Հայաստանում գոյություն ունի հասարակություն, ասված է բառի գիտական իմաստով, ցավոք սրտի չկա, բայց անենք հակասող ենթադրություն թե կա, այո, այդ հասարակության միջի ատոմիզացված բևեռները, բեկորները, իսկ որ մեր հասարակությունը անընդմեջ վերջին 15-20 տարում անընդմեջ ատոմիզացվել է, հա, ավելի այդ անտագոնիզմը, հակամարտությունը, հակադրվածությունը ավելի գնալով սրվում է եւ տեսնում ենք թե ինչ ատելության մթնոլորտ է, փոխատելության մթնոլորտ է Հայաստանում, իսկ դա լավ տեղ չի տանի։ Մենք կարողացանք Սարդարապատում ժամանակին հաղթել հենց այդ ատելության մթնոլորտի բացակայության շնորհիվ, որովհետև կար Արամ Մանուկյան, հիմա Արամ Մանուկյան չկա, ուղղակի չկա, բոլորը խրամատավորվել են, առանց մտածելու, որ դրսից նայողի համար բոլորս ենք մեկ խրամատում, ինչպես որ ժամանակին 15 թվականին չնայեցին հնչակ է, դաշնակ է, արմենական է, կաթոլիկ է, ուղղափառ է, առաքելական է, բոլորին նույն ձևով քշեցին դեպի դերձոր կամ մորթեցին ճամփեքին, այնպես որ մի քիչ ստապվել է պետք, բայց միևնույն է իզուր են այսպիսի կոչերը, ստապության կոչերը,
որովհետև հիմա լարված մթնոլորտ է, բոլորը հոտն առել են նյութապաշտության, նյութի հոտն առել են եւ որ սաշան նման ձգտում են դեպի այդտեղ։ Չգիտեմ, երբ կհանդարտվի, որ ասենք նստեք նորմալ խոսեք։ Հիմա նորմալության, adekvatության որևէ նշույլ ակնկալելը անիրատեսական կլիներ կոնկրետ քաղաքական պայքարի մեջ մտածներից։ Իսկ ինչքանով կարող է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական անցյալը խանգարել, որ նորից մուտք գործի դեպի մեծ քաղաքականություն։ Նայած ում համար, օրինակ ինձ համար խանգարիչ հանգամանք է դա։ Ես մարտի 1-ից հետո տարի ու կես գրեթե ընդհատակում եմ եղել։ Ես դա ուզենամ իսկ մոռանալ չեմ կարող։ Մեկ ուրիշի համար չէ, գուցե, շատերի համար գուցե չէ, որովհետև այդ ժամանակ իրենց աստեղնային ժամերն են եղել, թալանել են ու թալանել են, կուտակել են ու կուտակել են։ Այնպես որ հստակ պատասխան տալ անլուրջ է։ Իրենց թիմը հայտարարում է, որ իրենք կարող են դառնալ իրական այլընտրանք իշխանության համար։ Այդ ու հայտարարեն, հիմա որ մեկը չի հայտարարում, կարող եք մեկն ու մեկին ցույց տալ հրապարակ եկածներից արդեն իսկ, որոնք չեն հայտարարում, թե իրենք այլընտրանք չեն գործող իշխանությանը։ Բոլորն էլ հայտարարում են, նույնիսկ ԿՊՆ-ը հայտարարում, որ ինքն իրեն այլընտրանք է, որ մնաց մյուսները չլինեն։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կարող է այսօր ձևավորել իրական քաղաքական օրակարգ։ Պատկերացնում եք ինչքան ողորմելիության աստիճանի ենք հասել մենք, որ պարոն Գագիկ Ծառուկյանից ակնկալիք ունենք։ Սա սոսկալի բան է, քաղաքական գաղափարական ակնկալիք։ Ես դեռ 15 տարի առաջ էի էլի պարոն Ծառուկյանի հետ կապված գրել մի հոդվածում թե հարցազրույցում ասել, որ մշուշոտ է այն ժողովրդի ապագան, որի քաղաքական առաջնորդներն այսպիսին են, կոնկրետ պարոն Ծառուկյանին նկատի ունենալով առաջին հերթին, բայց ոչ միայն իրեն։ Հասկանում եք, մեզ մոտ թացը չորին ամեն ինչ խառնված է իրար, ոչ միայն թացն ու չորն են խառնված, ամեն ինչ է խառնված իրար, օլիգարխը, չգիտեմ, քաղաքական գործիչը, մշակութային գործիչը եւ զազրելի նողկալի մի խառնուրդ է ստացվել, աջապսանդալ մի հատ, որից մեկ գտալ անգամ համտեսել չի կարելի, նողկանք ենք զգում բարձրապես։ Նրա համար ինձ նմանները մի կողմ են քաշված եւ ես հենց հիմա շատ վատ եմ զգում, որ դուք ինձ նման հարցեր եք տալիս։ Տպավորություն կա, որ քաղաքական դաշտը բաժանվել է ներկա իշխանություն, ՎՍ նախկիններ տրամաբանությանը։ Սա ըստ քաղաքական զարգացման փակուղի կտանի։ Այո, իհարկե, ինչքան կարելի ասել նախկին իշխանություններ։ 7 տարի նախկին է, թե չէ։ 10 տարի նախկին է, թե չէ, չեղավ էլի։ Ոչ միայն այդ հակագիտական, ապաքաղաքական բաժանումն է, եւ ավելի սոսկալի մի բան կա, Մոսկվային հաջողվեց անել մի բան մեր գիտակցությունների հետ, եւ մենք այդ խայծը կլլել ենք արդեն, որ բաժանված են նաեւ արևմտամետներ, ռուսամետներ, այն դեպքում, որ այդպեսին չպիտի լիներ։ Պետական ազգի համար դա չպիտի լիներ, բաժանումը, ինչպես որ նախկինն ու ներկան չպիտի լիներ։ Այլ աչակողմյան ես, ինչպիսին ես պատկերացնում, թե ձախակողմյան ես, ինչպիսին ես պատկերացնում պետության ապագան, մասնավոր սեփականություն, ինչ չափաբաժնով, չգիտեմ, արտաքին քաղաքականության մեջ, վոլունտարիստական քաղաքականություն, հարցակողական թե պաշտպանական քաղաքական խնդիր բացարձակապես չկա դրված։ Մենք ընդհանրապես նույնիսկ տակտիկական խնդիր չենք լուծում, օրվա էլ չէ, ժամի խնդիր ենք լուծում, ժամական խնդիրներ, սա սոսկալի է, եւ մտածում եմ, թե ջիվանու այն խոսքերն են, որ մեծամեծ մարդիկ հեռու են կանգնած, ասպարեզը համբակներին թողած։ Հիմա դժբախտաբար համբակների ժամանակն է, եւ չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում ելքը հետագան ինչ է լինելու, արդյոք մենք դատապարտված ենք լինելու մեր այս երկնառակ ընծան պետականությունը աստիճանաբար մաշեցնելով տուրը տալ, վարի տալ, կորցնել, ընթացքը որ դա է ուշում։ Պարոն Հայրապետյան, խոսեցինք ռուսական ազդեցության մասին, վերջերս տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ըստ ձեզ դա քաղաքական ազդակեր, թե պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այնուամենայնիվ։ Հենց ինքը այդ խոսակցությունը այն ինչը որ հրապարակվել է, հայկական ալիքներ չեմ նայում, ռուսական ալիքներով
YouTube-յան ալիքներով ինչ որ տեսել են, ինձ թվում է թե մի 10 անգամ պատրաստվել էին, նոր էին գնացել դրան։ Պարզապես հետևյալն էր, այո, Պուտինն ասաց դու ես լինելու վարչապետը եւ քո վարչապետության գինը լինելու է այն, որ դու քեզ վրա վերցնես իմ ապագա անելիք այն մեղքի բեռը, որ ես դեռ հայ ժողովրդի համար պատրաստվում եմ անել։ Դա լինելու է գինը։ Նիկոլն ասաց, համաձայն եմ, կվերցնեմ ինձ վրա, ինչպես որ իր վրա վերցրեց պատերազմից հետո Ռուսաստանի արած շատ մեղքեր իր վրա վերցրեց։ Ըստ էության իր ասելով ինքն անձամբ ինչ ուզում է վերցնի, ուզում է պերաշկի վերցնի, ինչ ուզում է վերցնի, հայ պետականության վրա վերցրեց դա սոսկալի բան է։ Այնպես որ դա մեյմունություն էր ուղղված մեր հասարակությանը։ Եվ երկրորդ պլանի խնդիր լուծեց Պուտինը, որ էլի իր տեխնացուին այսպես սաղացնում էր արևմուտքին, տեսեք, սա իմ տղան չէ, ձեր տղան է, արդեն ինձանից փոկվել է, ոնց որ ձեր միջոցով արեք։ Համաշխարհային քցոցի է գնում հիմա։ Բոլորը մեկը մյուսին քցում են, չեք տեսնում Եվրոպա, Ամերիկա, որ երկրորդ համաշխարհայինից հետո միասին էին, հիմա ինչ է գնում, իրար քցել պարզապես։ Այդպես էլ Պուտինը հիմա քցում է, ասում է Նիկոլա Արևմտյանը, որ կողմ է այսօր դուք փորձեք գնալ, ռուսական տեխնացու եք հանդիպելու։ Եվ ձեր ասած այդ օլիգարխների թիմերը եւ պարոն Փաշինյանի թիմը, հա, բևերները, դրանք բոլորը ռուսական են։ Նրանք ովքեր որ ռեալ շանսեր ունեն տոկոսներ հավաքելու եւ թիրախը մեր ժողովրդի գիտակցությունն է։ Բայց դե հիմա իմ ասածը զրո արժեք ունի, որովհետև հիմա բոլորը այնքան տաք են, լարված են, ոչ adekvat են, որ չեն կարող այսպիսի խոսք ընկալել։ Շատ ավելի մեծ դիտումներ գիտեք, որ դեպքում կարող եք ապահովել հենց այս հարցազրույցից, եթե ես որևէ մեկին դրանցից դնեմ սկսեմ հայհոյել։ Բայց դա լուրջ չէ, պետության ճակատագրի հետ խաղալ պետք չէ, եւ ամենևին էլ այն չի, որ ես վախենում եմ հայհոյելուց։ Այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից Քոչարյանով, Սարգսյանով եկեք եւ տեսեք, որ միշտ էլ իմ հրապարակումները, իմ խմբագրած թերթերը միշտ էլ այդ սրությունն ունեցել են, այն էլ ամենադաժան սրությունն են ունեցել։ Բայց դա ելք չէ, ընդհակառակը երևի ատելության մթնոլորտն ավելի է խթանում, ավելի է բևեռացնում այս ասացի ատոմիզացված են, էլ ավելի կատոմիզացնի։ Ոչինչ, ուշքի կգան ընտրություններից հետո, եթե իհարկե համաշխարհային ինչ-որ մի բան չլինի մինչև հունիս ամիսը, եւ մենք ներառվենք այդ process-ների մեջ ակամա։ Իսկ ըստ ձեզ ինչու դա հրապարակային խոսվեց տեսախցիկների առջև, հնարավոր չէր առանձին խոսել, թե դա պետք էր հենց ասվեր տեսախցիկների առջև, հատուկ ուղերձ էր, ազդակ էր։ Այո, հատուկ ուղերձ էր ժողովրդին, մեր գիտային եւ ձեր մտքին ուղված, թե չէ իրենք ամեն օր էլ երևի խոսում են, երևի ամեն օր էլ հանդիպում են կամ չգիտեմ պարբերաբար հանդիպում են, որի մասին մենք կարող ենք չիմանալ, ոչ Կրեմլը կգրի իր կայքում, ոչ էլ մեր կառավարությունը կգրի։ Իսկ հեռախոսային խոսակցություններ կասկած չունեն, որ անընդհատ ամեն փոքրիկ բան անգամ պարոն Փաշինյանը համաձայնեցնում է այնտեղ։ Գիտեք ինչի նման է, հիմա շատ ծիծաղելի կթվա գուցե։ Հիշում եք, մենք Ղարաբաղ կոմիտե ենք ունեցել, հրաշք մարդիկ 11 հոգի, եւ նրանցից մեկին երևի ամենաբյուրեղյա անձնավորությունը, հա, Աշոտ Մանուչարյանը։ Աշոտ Մանուչարյանին պարոն Քոչարյանի ժամանակ այն աստիճանի լղկեցին, որ հիմա այն Աշոտ Մանուչարյանը չէ, որ իր դեմքը տեսնում եք, պլաստիկ վիրահատեցին նույնիսկ։ Ինչու՞, որտեղ Աշոտն ասում էր, չէ, Քոչարյանը ռուսական քաղաքականություն չի տանում։ Հետո տեղը ասին տեղը բեր, ռուսը մենք ենք ստեղ, ռուսի ներկայացնողը։ Դու ինչ ուզում ես խաղա, որտեղ ուզում ես խաղա, այս բոստանը մի մտիր։ Հիմա բոլորը խաղում են դարձյալ ռուսական բոստանում, հա։ Եվ Նիկոլից ավելի լավ ռուսական էլ որտեղ կարելի է գտնել, բայց ես ցավում եմ, որ ռուսական եւ արևմտյան այդ բաժանումներով է կատարվում, որ ոչ թե իդեալների, արժեքների բաժանմամբ է կամ ներկայացմամբ է խաղը ընթանում, այլ ընդամենը ռուսամետ թե արևմտամետ կամ հինես ու նոր։ Երկուսն էլ, երկու տիպի բաժանումն էլ արհեստական են, իսկ արհեստականը շատ վատ բան է։
Հիմա մարդիկ բնական են, հա, օրգանիկին են ձգտում։ Ամեն ինչի օրգանիկն է լավ, ամեն ինչի բնականն է լավ։ Չստացվի թե իմ միտքն եմ ասում, եթե պիտի հայոյեն, թող Հովհաննես Թումանյանին հայոյեն, ես Թումանյանի խոսքերը մեջ բերեցի։ Ամեն ինչի մաքուրն է լավը, իսկ մենք կեղտոտ ենք, մինչև կոկորդը թաղված ենք կեղտի մեջ, կեղծ արժեքների, կեղտոտ արժեքների մեջ։ Տեսեք, Ռուսաստանը փորձում է կարծես թե ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքին, այստեղ ինչ վտանգ եք դուք տեսնում։ Իսկ Ռուսաստանը երբ չի ունեցել ակտիվ դերակատարում, մեկ վայրկյան անգամ մեր պատմության մեջ արդյոք եղել է, չեմ ասում նույնիսկ մեր 30-ամյա անկախության կամ 70-ամյա սովետական էլ վերջին 200 տարվա մեջ մեկ անգամ, մեկ վայրկյան անգամ եղել է, որ Հայաստանի քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում չունենա։ Ուրիշ բան է, որ մենք որոշ ժամանակ տեսել ենք այդ ակտիվությունը շատ ակներև է եղել, իսկ որոշ ժամանակ նույն ակտիվությունը մենք չենք տեսել, որովհետև տգետ ենք։ Դա ինչպես Հրանտ Մաթևոսյանը կասեր։ Կարող է արդյոք Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպումը ազդել առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Գծված է գնում է ամեն ինչ, ասում եմ, դերասանություն էին անում երկուսն էլ, Նիկոլն էլ, Պուտինն էլ։ Դերասանություն էր։ Ասված էր, ով ինչ ձևով պիտի խաղա, ով ինչպես պիտի ազդի հասարակության գիտակցության վրա։ Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է հենց Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ակտիվացումը։ Ձեր կարծիքով սա բիզնեսմենի մուտք է քաղաքականություն, թե այնուամենայնիվ ավելի լայն քաղաքական նախագծի մաս է։ Չէ, իհարկե, չի կարելի քաղաքական համարել դա, նրա մուտքը քաղաքականություն։ Գիտեք, Ռուսաստանն ուրիշ բան է անում։ Հայ միլիարդատերեր Ռուսաստանում մի քանիսն են, չէ՞։ Բայց այդ երկու հոգի կային, որոնք նաև ազգային դիմագիծ ունեին։ Մեկը Բաքվի բանտում է, մեկը Երևանի։ Այստեղից պետք է հասկանալ լավ Ռուսաստանն ինչ խնդիր ունի լուծելու հայ միլիարդատերերի հետ։ Գուցե լրիվ ուրիշ խաղ է գնում, մեզ թվում է թե քաղաքականություն են մտցնում կամ ասում են գնա զբաղվի, ոչ, գործուկված է պարզապես։ X պահին, որպեսի հանկարծ դրանց միլիարդները, կոնկրետ Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան, որտեղ այդ երկուսը իրոք ազգային դիմագիծ ունեն, իրենց կնիկների ազգանուններով չեն գրվում, ինչպես կան այդպիսիք Ռուսաստանում, հա? Կարող են հանկարծ իրենց կապիտալը ծառայեցնել Հայաստանին, դրա համար պետք է անմիջապես վերցնել վերահսկողության տակ եւ ուղղակի դրանց ունեզրկել։ Նիկոլը պատահական չասաց, ինֆորմացիան ստացել էր, որ ասացա բոմբ թե ինչ է, այդպես Նիկոլը նույն պարոն Քոչարյանն է, գիտեք, պարոն Քոչարյանն էլ ժամանակին ասում էր ես դրան բոմբ եմ սարքել, օրինակ ասենք Սուրեն Աբրամյանին, Երևանի նախկին քաղաքապետ, նախկին ներքին գործերի նախարար, նախկին մարզպետ, հա, այսինքն անապաստան սարքելը ունեզրկելն է, որովհետև իրենք ամեն ինչ չափում են ունեցվածքով, մսուրքից լափով են չափում, մտածում են թե դիմացիներն էլ են լափի տրամաբանության մեջ։ Հիմա պարոն Փաշինյանը նույն այդ լափի տրամաբանության մեջ է եւ դա ասաց ընդամենը ոչ ավելին, եւ դա հանձնարարություն է, որ հանկարծ X պահին Հայաստանում չգտնվեն մարդիկ, որպեսզի կարողանան ինքնուրույն խաղեր տալ, այնպիսի խաղեր, որոնք ֆինանսական միջոցներ են պահանջում։ Իսկ այդ մարդուն մենք գիտենք, Սամվել Կարապետյանը ինչ էր արեց Հայաստանի համար։ Ռուսաստանը հարստացած թե այնտեղ թալանել է, թե FSB-ի տակ ա եղել, հավաքել է այդ գումարները, բայց արեց մարդը Հայաստան։ Ինքը լինելով կաթոլիկ միջավայրից տաշիր, այո։ Հիմա հայ առաքելական եկեղեցի սարքեց այնտեղ, մեր վեհարանը, մեր ամբողջ մայր տաճար, մայր աթոռը, հա, վերանորոգման ենթարկեց, այստեղ գալու ճանապարհին տեսա եւ դարձյալ օրհնեցի իրեն եւ իր ժառանգներին, որովհետեւ տեսա կրկեսի շենքը։ Բայց ըստ ձեզ այստեղ ինչպես կարող է անկախ քաղաքականություն վարել, եթե իր հիմնական կապիտալը դրսում է։ Իսկ ով ասաց, որ կարող է։ Նախ հիմնական կապիտալը ձեռից վերցնել են, եթե ինքը չմտներ այս խաղի մեջ, արդեն վերցրած կլինեին։ Որտեւ այդ հանձնարարությունը դա այն գինն է, խաղի մեջ մտնել այն գինն է, որով ինքը պահում է դեռևս այդ կապիտալը։ Նիկոլն էլ մեսիջն ուղարկեց, որ չէ, այդ կապիտալը չես պահելու, էլի։ Նա ինչքան տվել են օգտագործիր, մի քանի ընտանիք երևի այդտեղ այդ քո տասովշիկները գուցե մի երկու կոպեկ փող կաշխատեն։
ինքը քաղաքականությամբ ուղղակի չի կարող զբաղվել։ Դա նույնն է, ինչ որ ասեք Ռուսաստանում կա քաղաքականություն։ Ինչպես կարող է Ռուսաստանում քաղաքականություն լինել։ Դրա գրական հետաքննություն արեք, մի հատ հարցրեք էլ Ռուսաստանի արտարադատության նախարարությունից։ Երբ որ սկսվեց այդ իրենց ռուս-ուկրաինական պատերազմը 22 թվականին, միայն այդ օպերացիային, իրենք օպերացիա էին ասում, չէ՞, հատուկ օպերացիա։ Պատերազմ անվանելու համար քանի հոգի է նստած բանտ։ Հենց այսօր, քանի դատավարություն է եղել այդ երևույթը պատերազմ կոչելու համար։ Իսկ դա պատերազմը պոզով պոչով չի լինում։ Ամբողջ սահմանի երկայնքով իրար մորթում են ռուսներն ու ուկրաինացիները։ Այսինքն քաղաքականություն չկա այնտեղ։ Միայն այդ բառը պատերազմ անվանելու համար բանտերում մարդիկ կան։ Հիմա ուզում եք այդպիսի երկիր այստեղ թույլ տա, որ մենք կարողանանք իրական քաղաքական միտք գեներացնել այստեղ։ Ոչ։ Դրա համար էլ հարցադրումն այդպիսին է լինելու դրսում։ Նախկինների կողմնակից ես, թե Նիկոլի կողմից ես, թե երրորդ ուժի, թե չորրորդ ուժի կողմնակից ես, առանց ընկալելու, որ դրանցից ոչ մեկն էլ ուժ չէ, բոլորն էլ խաղում են Ռուսաստանի գծած բռնապետության սահմաններում։ Մենք բռնապետական միջավայրում ենք, բայց մենք չի որ շատ հոռետեսական բաներ ասեմ, մեր Վահան մի հրաշալի տողն է, որ գերված ենք մենք ոչ ստրուկ, գերված մի արծիվ։ Հիմա մենք գերվածության վիճակում ենք, ամենևին ստրուկ չենք, թոթափել ենք ստրուկի հոգեբանությունը, բարեբախտաբար 30 տարին հենց այնպես չի անցել մեր կողքով։ Այս դրական բանը կա եւ դա պիտի հիմք դառնա, որ մենք նաեւ գերությունից ձերբազատվենք, ռուսական գերությունից, բայց Աստված չանի, որ մեր ատելությունն այնքան շատ լինի այդ մեզ գերող օբյեկտի նկատմամբ, որ մեկ ուրիշի գերին դառնանք, որովհետեւ դա այդ դեպքում մենք ստրուկել մնացել ենք հոգեբանության մեջ, որովհետեւ ստրուկի երազանքը երբեք ազատությունը չէ, այլ ստրկապեշ դառնալն է, այսինքն ակունքը ստրուկ բառն է։ Մենք այդ շղթայից, այդ հարթությունից, այդ չափումից պիտի կարողանանք ձերբազատվել։ Կարծում եմ, թե գնում ենք այդ ուղղությամբ եւ լավ կլինի, որ այդպիսի թեմաներ մեր եթերներով արձակվենք, կաթիլ առ կաթիլ ներարկվի, որ իմացեք հայ ժողովուրդ, որ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իմացեք ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, ոչ Թուրքիա, ոչ Իրան, ոչ մեր թշնամին են եւ ոչ մեր բարեկամն են։ Մենք արժե որ արդեն լինենք այն կարգավիճակում, որ հասկանանք, որ Հայաստանը եւս արժանի է, որ ազդարարի Հայաստանի համար չկան հավերժական թշնամիներ եւ չկան հավերժական բարեկամներ, Հայաստանի համար կան հավերժական շահեր։ Հենց սա ասացինք, մենք արդեն կհասկանանք որն է մեր շահը։ Եվ այդ շահը ամենևին առաջին հերթին նյութով չէ, որ չափվում է։ Գուցե երկրորդ հերթին, 10-րդ հերթին, բայց ոչ երբեք առաջին հերթին։ Քանի դեռ առաջին հերթին չենք հասկացել, որ հոգևոր եւ բանական արժեքներն են առաջին հերթին, դա ավերելու են։ Եվ ռուսական, եւ ամերիկյան, եւ ֆրանսիական, եւ թուրքական կառույցամիջոցները ավերելու են դա։ Այսօր Ադրբեջանում առավոտյան կարդացի, որ ավերել են երկրորդ համաշխարհային պատերազմին, որ ռուսների սովորույթի համաձայն հայրենական ենք կոչում, հա։ Արցախյան մի գյուղում ավերել են հուշարձանը երկրորդ համաշխարհային զոհվածների։ Ֆրանսիան հիշում եք, մեր միակ դաշնակիցն եղավ ամբողջ այդ ընթացքում, բոլորը թռան։ Ամենաշատը մենք Մակրոնին ենք երևի մարդկայնորեն երախտապարտ, որ ասաց երկու կարևոր բան, որ ես երաշխավոր եմ հայկական ճարտարապետության համար, մշակութային ժառանգության համար, Ֆրանսիան այսինքն, եւ երկրորդը միայն ինքն ասաց, որ ամենադժվար պահին Ֆրանսիան երբեք Հայաստանին չի փոխի նավթի հետ, վառելիքի հետ։ Միայն ինքը խոստացավ, Ֆրանսիան խոստացավ, բայց միևնույն է, տեսեք, չի կարողանում խոստանալ ուրիշ բան է։ Ես էլ կարող եմ շատ բաներ երազեմ, իհարկե, ես երազում եմ, որ լինեմ, ասենք, Վանում կամ Կարսում, իհարկե չեմ եղել, չեմ էլ լինի, այդ դա լրիվ ուրիշ խնդիր է, բայց երազելն ուրիշ է, ազնիվ ցանկություն ունենալն ուրիշ է եւ դա իրականացնելն այլ բան։ Դրա համար մեր ոտքը մեր վերմակին համապատասխան մեկնենք, բայց իմանանք, որ մենք արժեք ունենք եւ մեր արժեքը միայն այն դեպքում կլինի, երբ մենք ունենանք, ֆիքսենք, արձանագրենք մեր շահերը, որոնք են մեր շահերը, շահի գիտակցում ունենք, թե չէ, տես մեր բանականությունն ազատագրած կլինենք 70-ամյա կամ 200-ամյա ցարական կամ ռուսական, այդ գաղութատիրոջ
պարտադրանքից իդեպ Նիկոլն այդտեղ ճիշտ էր, որ ասում էր ինչ տիպի հայրենասիրություն է մեզ ներարկվել, մեր հայրենասիրությունը հակաթրքությունն է եղել, ով է ներարկել դա, ինչու հակաթրքությունը, ինչու օրինակ ոչ հակապարսկականությունը կամ հակա չգիտեմ վրացականությունը, որովհետև Ռուսաստանի շահերին դա էր պետք։ Մեզ Ռուսաստանի շահերին պետք էր, որ 1905 թվականին իրար հետ ոչ մի կռիվ մինչև այդ չունեցած հայ եւ կովկասյան թաթար ժողովուրդների միջև կռիվներ լինեին։ Հայերը գլխովին տրվեցին դրան։ Թաթարներն էլ իրենց հերթին տրվեցին։ Պուտինը ինչ էր վարված ասում Նիկոլի հետ խոսելիս էս վերջին, որ դուք անընդհատ չգիտեմ ինչու դա եք վկայակոչում, որ մենք չենք ուզում, որ կարգավիճակի հարցը որոշվի, ինչի գնացիր ճանաչեցիր։ Այսինքն Ռուսաստանն ուզում է, որ հավերժական կռվի մեջ լինենք մենք։ Մենք էլ ուտում ենք այդ կուտը։ Այ երազանքը sense դա է, որ մենք հավ չլինենք, կուտ չուտենք, ֆիքսենք մեր սեփական շահը, մենք ինչ կերակուր ենք ուզում, չի մենք այն դեբիլ երախու նման, որ սովածան թեքումս է տանում։ Այնուամենայնիվ որոշ շրջանակներ ասում են, որ Կարապետյանի հայտնվելը քաղաքական դաշտում կարող է փոխել ուժերի դասավորությունը, այդպիսի ներուժ տեսնում եք դուք։ Իհարկե ոչ, որովհետև գիտեք, կոսմետիկ փոփոխություն ուրիշ բան է, այո, կոսմետիկ փոփոխություն կարող են անել, բնականաբար կլինի, բայց ֆունդամենտալ արմատական փոփոխություն Կարապետյանն ով է, որ կարողանա որևէ փոփոխություն անել։ Նա կախված է մազից, կախված է Պուտինի կամքից։ Իսկ Պուտինի կամքը հայկական կապիտալը, խոշոր կապիտալը ոչնչացնելն է, կրկնեմ, որպեսզի X պահին հանկարծ դա հայկական շահերի չծառայի։ Իսկ դրանք ծառայեցնող տղերք էին, Սամվել Կարապետյանն էլ, Ռուբեն Վարդանյանն էլ։ Եթե նայենք ընդհանուր պատկերին, Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, արդյոք Հայաստանի քաղաքական դաշտը գնում է խոշոր ֆինանսական եւ նախկին ազդեցիկ ֆիգուրների մրցակցության ճանապարհով, այլ ոչ թե գաղափարական մրցակցության։ Գաղափարական ընդհանրապես չկա, իսկ այն խոշոր ֆիգուրներ, խոշոր կապիտալ բան, դա դերասանություն է։ Ձևեր չթափենք, դերասանություն է։ Եվ այդ դերասանությունը պարտադրող ռեժիսորն էլ մարդկության չարիքներից մեկն է ներկա, որ վեր է ընկած այսօր Կրեմլում եւ դարձել է եւ ոչ միայն մեր ժողովրդի, այլ հենց ռուս ժողովրդի չարիքը, որ հենց հիմա ռուսը չքնակ այդ երկիրը տանում է դեպի խորտակման։ Եվ վերջում դուք այս ընտրություններում դիտորդի դերում եք լինելու, թե մասնակցելու եք։ Ոչ մի կարգավիճակում էլ չեմ լինելու։ Նստել եմ իմ գրքերն եմ կարդալու, եթե հենց այսօր լինի, գուցե վաղը մի հատ հրաշքով ուրիշ բան լինի, բարիական ինչ-որ մեկը հայտնվի, որ ասի առաջին կետով ես պարտավորվում եմ, որ Հայաստանի առաջին կետով, ոչ թե երկրորդ կամ երրորդ, որ Հայաստանում չի կարող երբևէ լինել հայոց լեզվից զատ այլ մենաշնոր ունեցող լեզու, պետական լեզու, երկրորդ, որ բացելու եմ KGB-ի արխիվները, երրորդ, որ իրականացնելու եմ դեսովետիզացիա։ Մենք դեռ սովետական միությունում ենք, գիտեք, քանի դեռ ունենք ազգային հերոս կոչում, քանի դեռ ունենք ժողովրդական արտիստ, չգիտեմ, վաստակավոր, չգիտեմ, երկիչ երկչուհի, արվեստի, եթե այսպիսի սովետական բաներ կան, եթե այս երեք կետերը կլինեն եւ ինձ նմանների համար, որոնք դառը փորձ ունեն եւ 90-ականներից կան, 80-ականներից դերևս կան, որ որևէ ցուցակի առաջին գեղցի չլինի, էլի հոգնել ենք այդ գեղցիներից։ Ես իմ ձեռքը կկտրեմ, բայց որևէ գեղց իմ սիրելին լինի անգամ այլևս չեմ գնա ընտրելու։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հայրապետյան։ Շնորհակալություն։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։